Այսօր ունենք ղեկավար, ով կարող է արժանապատիվ բանակցել Ալիևի կամ Էրդողանի հետ։ Ուրա մարդ որ կա։ Չեմ կարող ասել։ Փաշինյանը չի կարող։ Փաշինյանը ոչ, որոշ չափով կարող է Քոչարյանը լինի, կամ էլ այդ նորերից մեկն ու մեկը, բայց չեմ կոնկրետ կարող ասել էլի ով։ Ունենք այսօր ղեկավար, ով կարող է արժանապատիվ բանակցել Ալիևի կամ Էրդողանի հետ։ Ունենք, խիչ ունենք, եթե թողեն մեր Նիկոլ Փաշինյանը շնորհքին, ինքը շատ լավ մարդ է եւ լավ էլ կամենում է մեր հայ ժողովրդին։ Ուղղակի այն Ռոբերտը մի կողմից, այն Անտերշունն էլ մի կողմից, գիտես էլի ով է։ Սերժ Սարգսյանը, Քոչարյանն է։ Ես եռում եմ քաղաքականությունից։ Ամենակարևոր վարչապետը Նիկոլ Փաշինյանն է։ Բացի իրանից ոչ մեկ չի կարող այս Հայաստանի հարցը լուծի։ Այսպես ղեկավար մենք չունենք։ Չէ, դժվար է էլի։ Այդ բանակցի Ալիևի հետ։ Նիկոլ Փաշինյանը չի կարողանում բանակցել։ Չի կարող բանակցել կրակոցներ չէ լինի։ Հանգիստ կներ մեր սահմանը։ Ունենք ղեկավար, ով կարող է արժանապատիվ բանակցել Ալիևի կամ Էրդողանի հետ։ Ոչ, չունենք։ Փաշինյանը չի կարողանում։ Դե իրա կարողացա անում է, բայց ոչ մի արդյունք չի երևում։ Իսկ նախկին ղեկավարները կարող են բանակցել։ Նրանք կարող են, բայց կոսմետիկ ձևով ասած, կոսմետիկ։ Արտաքինից գեղեցիկ էր ամենը, բայց ներքինից ոչ մի էֆեկտ չկար։ Ճիշտն ասած չեմ կարող պատասխանել, որովհետև ոնց նայում ենք բոլորը Նիկոլի կողմից են, նիկոլական են։ Չգիտեմ, չեմ կարող։ Բոլորը ովքեր։ Դե իր խմբակիցները, որ իրենք են կա այդ Էրդողանի հետ հանդիպում, իրենք են բանակցությունները վարում։ Ես իրան որպես ղեկավար չեմ տեսնում։ Որպես լավ ղեկավար չեմ տեսնում։ Այսինքն Նիկոլ Փաշինյանին։ Այո։ Ուզում եք ասեք, չի կարող ինքը բանակցել Ալիևի կամ Էրդողանի հետ, արժանապատիվ բանակցել։ Չէ, պատասխան չունեմ ես իրեն։ Որպես ղեկավար ինքը լավ ղեկավար չի։ Չգիտեմ, ես ոչ մի փոփոխություն չեմ տեսել։ Իսկ ով կարող է բանակցել Ալիևի կամ Էրդողանի հետ, գուցե նախկին ղեկավարները։ Նախկիներն էլ մի բանի պետք չէին։ Ես անձամբ ինքս ընտրել եմ Փաշինյանին, բայց պատերազմից հետո ինքը հիասթափություն տարավ բոլորի մոտ, բոլորի։ Մենք բոլորս իրան սիրում էինք, հարգում էինք, բայց գնալով այդ սերն ու հարգանքը ինքը լրիվ իջացրեց 0 մակարդակի։ Ու հիմա չեմ կարծում, կարա գնա բանակցի, բայց չեմ կարծում, որ ինչ-որ մի լավ արդյունքի պիտի հասնենք։ Եթե մինչև հիմա չենք հասել, էլ չենք էլ հասնելու։ Ժողովուրդը բոլորը հիասթափված են, բոլորը։ Այն մարդիկ, ովքեր որ իրան ընտրել են, հիասթափություն են ապրում։ Ու չեն էլ ուզում մեկ ուրիշի բերեն ով կա, այնա մնացել է Փաշինյանի վրա, թող մնա էլի։ Կարծել ես մեծ կնիկ եմ, ոչ մի բան չեմ հասկանում, չեմ էլ կարող ասեմ։ Այսօր ունենք ղեկավար, ով կարող է արժանապատիվ բանակցել Ալիևի կամ Էրդողանի հետ։ Բանությամբ չեմ զբաղվում։ Մեր վարչապետը ուրիշով կարող է իր հետ։ Արժանապատիվ բանակցում է։ Ես գտնում եմ, որ այո։ Չունենք։ Նիկոլ Փաշինյանը չի կարողանում բանակցել։ Ոչ մեկը չի կարող։ Իսկ նախկին Պուտինը ղեկավարները։ կարող, ոչ մեկը։ Պուտինը Հայաստանի համար բանակցի։ Չէ, անօգտին։ Ադրբեջանի օգտին։ Իսկ Հայաստանի օգտինով կարող է բանակցել։ Արսիմանակ Պուտինը։ Ճիշտ ասած, ես քաղաքականությամբ քիչ եմ զբաղվում, բայց ինչքան իմ խելքս ասում է, որ չկա։ Իսկ նախկին ղեկավարներից։ Նախկին ղեկավարները գիտեք դա ծեծված արդեն հարց է, եթե ուզում են ինչ-որ մի բան անել, ասեն, բա նախկինները վատ են, Չէ, նախկին ղեկավարները կարող են բանակցել Ալիևի կամ Էրդողանի Ես հետ։ մի անգամ Օսկանյանի գիրքն եմ կարդացել, այնտեղ Քոչարյանի մասին նա շատ լավ էր խոսում, որ լավ բանակցում է Քոչարյանը։ Բայց Քոչարյանն էլ շատ վատ բաներ արեց Հայաստանի համար, այդքան բան։ Եվ ասեմ, որ ինձ համար չկա մեկը, որը կարողանա իսկապես ռեալ եւ օբյեկտիվ բանակցություններ վարի։ Ես այդպես եմ կարծում, չգիտեմ։